Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը սկսել են Թրամփի երթուղու TRIP միջանցքի շուրջ տեխնիկական բանակցությունները։ Սա մի նախագիծ է, որն ըստ փորձագետների կարող է վերաձևավորել ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային եւ էներգետիկ քարտեզը։ Իսկ ուշագրավն այն է, որ միջազգային մամուլում Հայաստանն այդ քննարկումներում գրեթե չի հիշատակվում։ Վաշինգտոնը խոսում է ռազմավարական ենթակառուցվածքային առաջնահերթություններից, Բաքուն իր տարանցիկ նշանակության աճից, Եվրոպան էներգետիկ անվտանգության նոր աղբյուրներից։ Սակայն հարցը մնում է բաց, այս նոր երթուղին կառուցվում է Հայաստանի մասնակցությամբ, թե հենց Հայաստանի շրջանցման հաշվին։ Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի, այս նախագիծը չի կարող դիտարկվել զուտ տնտեսական տրամաբանությամբ, քանի որ դրա հիմքում ընկած է տարածաշրջանային ուժային բալանսը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա բնույթը ֆիքսենք նաև, որ խորքում ունի շատ պարզ տրամաբանություն հաղթողի կողմից պարտադրանք պարտվողին։ Ստեղծված այսպիսի կոնֆիգուրացիայում, երբ Ադրբեջանը միանշանակորեն պահանջում էր Հայաստանից միջանցքին արդեն տվել էին իրենց պատկերացրած անունը Զանգեզուրյան միջանցք եւ սպառնում էին, որ եթե Հայաստան ինքնական չտա միջանցք, ապա Ադրբեջանը դա կանի ռազմական ուժի կիրառմամբ։ Սակայն քաղաքագետի դիտարկմամբ իրականում քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերը համաձայնեցվում են դոմինանտ խաղացողների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Պողոսյանի գնահատմամբ այս պահին դժվար է ասել, թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ կան, քանի որ գործընթացը հանրության համար թափանցիկ չի եղել։ Դժվար է պատկերացնել գոնե թե այս պահին, թե ինչպիսի, օրինակ, կուլիսային բանակցություններ կան, կուլիսային պայմանավորվածություններ կան, եւ արդյոք այն, ինչ ներկայացվում է հասարակությանը, խորքում իր մեջ ունի ամբողջական ճշմարտություն, թե դետալիզացված ներկայացվում են այն կետերը, որոնք պարզապես անհրաժեշտ է կամ չեն առաջացնի հասարակության մոտ դիմադրություն։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ ընդգծում է, որ TRIP-ը դարձել է մի քանի գործընթացների առանցքային հանգույց հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային հաղորդակցությունների համատեքստում։ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIP նախագծի իրականացման հետ։ Մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է 3 փոխկապակցված գործունեություններից բաղկացած շղթա։ TRIP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։ Նրա խոսքով նախագծի հեռանկարը կախված է նաև արտաքին գործոններից, այդ թվում Իրանի դիրքորոշումից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին են նաև TRIP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։ TRIP նախագիծը Հարավային Կովկասը կապում է ավելի լայն միջին միջանցքին, որը Չինաստանը եւ Կենտրոնական Ասիան Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով միացնում է Եվրոպային։ Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալությունը հայտարարում է, սա ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաեւ ամերիկյան տնտեսական եւ ռազմավարական շահերի առաջխաղացման նախագիծ է։ Սակայն ուշագրավ է մեկ հանգամանք, թեև խոսքը տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է, հրապարակումներում Հայաստանը գրեթե բացակայում է։ Հարց է առաջանում, Երևանը դուրս է մղվում գործընթացից, թե պարզապես բանակցությունները դեռ փակ փուլում են։ Ադրբեջանն այս նախագծում փորձում է ամրապնդել իր դերը որպես անփոխարինելի տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիան արևմուտքին կապող առանցք։ Ադրբեջանի համար սա ունի ոչ թե տնտեսական կամ պարզապես լոգիստիկ, այլ քաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Հետևաբար ստեղծված իրավիճակներում ցավոք սրտի միայն առանձին տեխնիկական հարցեր են, որ հաճախ համաձայնեցվում են Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգների համար սա հնարավորություն է նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ավանդական էներգետիկ ուղիներից եւ ուժեղացնելու ներկայությունը Հարավային Կովկասում։ Եվրոպայի համար այլընտրանքային մտակարարման ճանապարհ եւ էներգետիկ ռիսկերի նվազեցում, բայց ամենազգայուն հարցը մնում է Հայաստանի դիրքը։ Այսպիսի իրավիճակներում բնականաբար այստեղ Հայաստանի շահի, կենսական շահի մասին խոսելը բավականին դժվար է։
հատկապես երբ ճանապարհը ներկայացվում է որպես զուտ տնտեսական նախագիծ, իսկ տնտեսական նախագծերը սովորաբար ունենում են այսպես նախահաշիվներ, ունենում են ակնկալվող շահի մասին պատկերացումներ, իսկ որևէ հաշվարկ, որքանով ես տեղյակ եմ, դեռևս չկա, թե այս ճանապարհը ինչպիսի տնտեսական օգուտ կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե տարածաշրջանային խոշոր նախագծերը ձևավորվեն առանց Երևանի ներգրավվածության, դա կարող է Հայաստանի համար ստեղծել թե տնտեսական, թե քաղաքական ազդեցության սահմանափակումներ, նվազեցնելով նրա դերակատարությունը տարածաշրջանային հաղորդակցությունների համակարգում։ Մյուս կողմից Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափը կախված է ոչ միայն նախագծերի գոյությունից, այլ նաև այն պայմաններից, որոնց շրջանակում դրանք իրականացվում են։ Այդ համատեքստում Երևանի դիրքավորումը կարող է լինել թե ավելի սահմանափակ, թե ավելի ակտիվ, կախված բանակցային եւ քաղաքական գործոններից։ Այսպիսով ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը. եթե չկա թրիփ, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Իսկ եթե թրիփը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։ Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է։ Ստացվում է, թրիփը միայն տրանսպորտային կամ տնտեսական նախաձեռնություն չէ, այն վերածվում է Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական դասավորության, որտեղ ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ եւ վերաիմաստավորվում են տարածաշրջանի երկրների դերերը։